որ Սանտա Կլաուսը, նույն ինքը Ձմեռ պապը, ունեցել է իր իրական նախատիպը, նա Սուրբ Նիկողայոս Մյուրնացի սքանչելագործն է։ Ծնվել է փոքր Ասիայի Լիգիա գավառի Պաթարա քաղաքում, հայկական Գամիրքում, փոքր հասակից կորցնում է մեծահարուստ ծնողներին և մեծանում իր քեռուն Նիկողայոս երեցեպիսկոպոսի խնամքի ներքո։ Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին ավետարանական պատգամը դարձնում է իր կյանքի նշանաբանը։ Սուրբ Նիկողայոսը խնամում էր աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին, որբերին և այրիներին։ Հարուստ ծնողներից մնացած ունեցվածքը Սուրբ Նիկողայոսը վաճառում է և բաշխում աղքատներին։ Հետագայում ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը, ենթարկվում հալածանքների և աքսորի։ Իր գործած բարիքներով Սուրբ Նիկողայոսը դառնում է այժմյան Սանտա Կլաուսի նախատիպը։ Սուրբ Ծննդյան նախորդող երեկոներին նա գաղտնի կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր գցում։ Դրանք ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ։ Հենց այստեղից էլ սկիզբ է դրվում Սուրբ Ծննդյան տոներին գուլպաներում նվերներ դնելու գեղեցիկ ավանդույթին։ Հետագայում մի դռնապան ճանաչում է ծպտյալ բարեգործ եպիսկոպոսին։